Բարի օր սիրելի օրհնյալ եկեղեցի։ Պատրաստեք միասին փառավորենք մեր Տիրոջը։ Եկեք աղոթքով սկսենք այսօր, ասենք Տեր Հիսուս, գալիս ենք քո առաջ։ Գալիս ենք քո ներկայության մեջ, Տեր։ Քո երեսն ենք փնտրում, ով Հիսուս։ Մեր հոգսերից, մեր դժվարություններից, մեր առօրյայից կտրվում ենք, գալիս ենք քո ոտքերի առաջ։ Խնդրում ենք, Տեր, որ մեր սրտի դատարկ տեղերը լցնես, Հիսուս։ Խնդրում ենք, որ առաջնորդես մեր կյանքի բոլոր օրերում, Հիսուս։ Սուրբ Հոգի, խնդրում ենք քեզ, որ այսօր քո շնորհքը, այսօր քո փառքը իջնի հենց այստեղ, այս երկրի վրա, այս վայրում։ Աղոթում ենք, որ լցնես յուրաքանչյուրիս քո շնորհքով, քո ներկայությունով, փառքես Տեր, փառքես Տեր։ Եկեղեցի աղոթիր ինձ հետ, բարձրաձայն աղոթիր, ասա Տեր, փառքես, ասա փառքես, հիշի այն բաները, որ արել է ինքը քո համար, ասա փառքես, փառքես, հիշի ամեն ինչը, որ զարթնել ես այսօր, շարունակիր, ասա փառքես Տեր։ Փառքենք տալիս քեզ, փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ Աստված, փառքենք մենք տալիս քեզ, գոհանում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ, նորից ասենք, նորից, փառքենք մենք տալիս քեզ, փառքենք մենք տալիս քեզ, հիշի բոլոր բաների համար, ասա գոհանում եմ Տեր, բարձրացու ձեռքերդ և ինձ հետ ասա ինձ հետ, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, ասա ինձ հետ, ինչ մեծ ես դու, ինչ մեծ ես դու, միասին հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս մի անգամից դահլիճը թողացի, ուզում լսեմ ձեր ձայնը, չկա մեկը քեզ, ասենք ամբողջ այս աշխարհում, ամբողջ այս աշխարհում, մեղքի կապանքը, անհետ պշրողը, և մեզ անվարի, սիրողը, փառքի արքան է, և Տերը տերերի, ամբողջ տեզեկը, կատավորողը, և նաշներով իր, մեզ հիացնողը,
բարձրացա Ինչ մեծ է շնորհքը քո Եվ սերն է քո անման Պատիժս վերցնելով Դու խաչը բարձրացա Սուրբ կյանքը ծոհեցի Որ ես լինեմ ազատ Ես շնորհակալ եմ ամեն բանի համար Մոթորիկները խաղաղեցնողը Եվ մեծ սիրողի մեծ որդեգրողը Հարկի արքան է, հնձոր արքան է Բոլոր ասկերը արտարտատողը Արտարտար քովի անմար փայլողը Հարկի արքան է և բերը տերերի Ասա ինձ է, Հիսուս, ինչ մեծ է շնորհքը քո Ես սերն է քո անման Պատիժս վերցնելով Խաչը բարձրացա Սերն ծոհեցի Որ ես լինեմ ազատ Ես շնորհակալ եմ ամեն բանի համար Ծափերով ասա ինձ է, ծափերով Ինչ մեծ է շնորհքը քո Եվ սերն է քո անման Պատիժս վերցնելով Դու խաչը բարձրացա Սուրբ կյանքը ծոհեցի Որ ես լինեմ ազատ Ես շնորհակալ եմ ամեն բանի համար Արժանի եկարն Աստծո Հարավոր արքանով հաղթեց մահին Արժանի եկարն Աստծո Հարավոր արքանով հաղթեց մահին Նորից Արժանի եկարն Աստծո Հարավոր արքանով հաղթեց մահին Արժանի եկարն Աստծո Ասա ինձ է Հարգեց, Ինչ մեծ է շնորհքը քո Եվ սերն է քո անման Պատիժս վերցնելով Դու խաչը բարձրացա Սուրբ կյանքը ծոհեցի Որ ես լինեմ ազատ Ես շնորհակալ եմ ամեն բանի համար Ամեն բանի համար Ամեն բանի համար Ամեն Բարձրացրու քո ծափերը Բարձրացրու քո ծափերը ասա պարքեստեր Շնորհակալ ենք Տեր Հիսուս ամեն պարքեստեր Եկեք շարունակենք մեր երկրպագությունը, մեր փառաբանությունը Այս երգը ես շատ եմ սիրում Իմ ամենասիրած երգերից է Հուսամ դուք էլ կսիրեք Որովհետև Աստծո ներկայությունը իրոքից զգում ես խաչ Պարքեստ է Հիսուս Ուզում եմ մոտենալ քեզ Հիսուս էլ ավելի Ուզում եմ ճանաչել քեզ Հիսուս էլ ավելի Ուզում եմ մոտենալ քեզ Հիսուս էլ ավելի Ուզում եմ ճանաչել քեզ
Հիսուս էլ ավելի որքան մոտենում եմ քեզ այնքան մեծ ես դու որքան ճանաչում եմ քեզ այնքան հասկանում եմ որ սեր ես դու որքան մոտենում եմ քեզ այնքան քաղց ես դու որքան ճանաչում եմ քեզ այնքան հասկանում եմ որ քո սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից այլ ընդունում ես ինձ եւ չես մերժում ինձ քեզնից ճանաչեցնում ես ինձ որ սեր ես դու գտած ողորմած ինչ մեծ ես դու սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից այլ ընդունում ես ինձ եւ չես մերժում ինձ քեզնից ճանաչեցնում ես ինձ որ սեր ես դու գտած ողորմած ինչ մեծ ես դու Հիսուս Հիսուս եկեք միասին ասենք Հիսուս Հիսուս Տեր կանչում է Հիսուս 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 Ուզում եմ մոտենալ քեզ Հիսուս էլ ավելի Ուզում եմ ճանաչել քեզ Հիսուս էլ ավելի Ուզում եմ մոտենալ քեզ Հիսուս էլ ավելի Ուզում եմ ճանաչել քեզ Հիսուս էլ ավելի Որքան մոտենում եմ քեզ այնքան մեծ ես դու Որքան ճանաչում եմ քեզ այնքան հասկանում եմ որ սեր ես դու Որքան մոտենում եմ քեզ այնքան քաղց ես դու Որքան ճանաչում եմ քեզ այնքան հասկանում եմ որ ես էլ որ սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից այլ ընդունում ես ինձ եւ չես մերժում ինձ քեզնից ճանաչեցնում ես ինձ որ սեր ես դու գտած ողորմած ինչ մեծ ես դու քո սրբությունը քո չի բաժանում ինձ քեզնից այլ ընդունում ես ինձ եւ չես մերժում ինձ քեզնից ճանաչեցնում ես ինձ որ սեր ես դու գտած ողորմած ինչ մեծ ես դու Հիսուս սիրելիս Հիսուս կանչում ենք ես Տեր Հիսուս Հիսուս Շարունակենք նրա ներկայության մեջ Կրկին ողջունում եմ ձեզ սիրելի եղբայրներ քույրեր մեր Տեր Հիսուսի անունով Ուրախ եմ ձեր անուշ դեմքերը տեսնելով եւ որքան գեղեցիկ է այս պահը դուք չեք պատկերացնի եթե գաք ստեղից ձեզ նայեք ինչքան հրաշալի եք Շատ բարի Տերը օրհնի ձեզ սիրելիներ Մեզ համար մեծ օրհնություն է նորից տարին սկսել Քրիստոսի հետ Ամեն Եթե դու մինչ այս վարքյանը հասցրել ես արդեն քո ուղին գծել 26 թվականի համար քո նպատակը դնել ուրեմն դու կհասնես քո նպատակին Իսկ եթե ոչ եթե սկսել ես իմիջայլոց ուրեմն իմիջայլոց օրերը պետք է շատանան մեկը մեկի հետևից Բայց ճիշտ ժամանակն է եւ միշտ լավ ժամանակն է սկսել հարաբերությունը եւ նպատակը հետապնդելու Որովհետեւ այն ամենը ինչ որ կլինի մեզ հետ այս տարվա ընթացքին դա կուղեկցի մեզ իր հետ բերած ազդեցությամբ Այսինքն կամ մենք գող կլինենք կամ դժգող, կամ կշահենք կամ կկորցնենք, բայց վստահ եմ
եւ հավատում եմ եւ այդպես աղոթել ենք, որ 26 թվականը մեր բոլոր իրավիճակների մեջ Աստծուն փառավոր եւ զորավոր ձևով ճանաչելու տարի լինի։ Ամեն։ Եկեք մեր սիրելի Փրկչին ծափահարություն տանք եւ օրհնենք։ Ուզում եմ, որ մեր սիրելի եղբայրները, որ այստեղ են, իրենց ջերմ ողջունենք Երևանի Էմանուել եկեղեցու հովիվներից, մեր շատ սիրելի ընկերը, բարեկամը, հարազատը, ինչ ասեմ, մեր տան անդամը Վահան Խաչատրյան եղբորս, եկեք ջերմ ծափահարենք եւ ողջունենք։ Վահան եղբայրս այսօր մեզ պատգամով պիտի ծառայի եւ ինքը մենակ չի։ Գիտեք, այնքան հիանալի է, երբ որ ծնողը զավակի հետ է պատրաստվում ծառայելու։ Ամեն։ Այս օր, հենց այս պահին ուզում եմ ներկայացնել եւ այստեղ հրավիրել մի հրաշալի երիտասարդի, Վահան եղբորս զավակին, տղային, Հայկ եղբորը, ով մեզ հետ այսօր պիտի Աստծո խոսքից մի մաս բերի եւ դրանով մեզ մղի մեր հիանալի գործողությանը, որը որ միշտ մենք անում ենք սիրով, հոժարակամ, առատ եւ լցված սրտով։ Հայկ եղբայր ջան, ողջունում ենք քեզ, համեցիր այստեղ։ Հայկ եղբայրը ծառայում է նաեւ Էմանուել եկեղեցում եւ խոսքի ծառայությամբ, հիմա նայում եք, ասում եք ինչ փոքրամարմին է իմ կողքը կանգնած, բայց նրա միջի բնակվողը շատ մեծ է, այնպես որ օրհնյալ լինի եղբայրս եւ Տերը քո միջոցով։ Խնդրեմ եղբայր։ Տերը օրհնի ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ասեմ, դուք երանելի եք։ Երանելի եք ինչու, որովհետև այս կիրակի առավոտ անցկացնում եք եկեղեցում։ Անցկացնում եք ոչ թե երկրային, այլ երկնային միտեղ, բաժնեկցելու երկնայինին։ Եվ բացի դրանից դուք երանելի եք, որովհետև պաշտում եք նրան, ով իրեն ձեզանից ծածուկ չպահեց, ով իր սրբությամբ ձեզնից չզատվեց, այլ նաև բաժին հանեց, հնարավորություն տվեց, որ ոչ միայն սրբվենք, այլ վայրենք նրա քաղցր ու անսահման սերը։ Տերը օրհնի բոլորիդ եւ ձեր որոշման համար։ Այսօրվա զոհաբերության հատվածը բաժանել եմ 3 հատվածների եւ 3 հատվածները կապել եմ Աստծո խոսքից 3 անձանց հետ, ովքեր են Մովսեսը, Հեսուն եւ Տեր Հիսուս Քրիստոսը։ Ինչպես գիտենք, Մովսեսը Աստծո ընտրյալն էր, որ իր կյանքը քայլեց Տեր Աստծո հետ։ Մովսեսը նա էր, ում միջոցով Աստված Իսրայելի ժողովրդին հանեց Եգիպտոսի ստրկության տնից։ Եվ երբ Մովսես իր կյանքի վերջին ընթացքում էր, բօրինած 30:19-ից 20-ում Տեր Աստված Մովսեսի միջոցով Իսրայելի ժողովրդին ասում է. Այսօր երկինքն ու երկիրը վկա եմ կանչում ձեր դեմ, ձեր առջև դրեցի կյանքն ու մահը, օրհնությունն ու անեծքը, ուրեմն ընտրիր կյանքը, որպեսի ապրես դու եւ քո սերունդը, որպեսի սիրես քո Տեր Աստծուն, հնազանդվես նրա ձայնին, նրան հարես, որովհետև նա է քո կյանքը եւ քո օրերի երկարությունը, որպեսի բնակվես այն երկրում, որ Տերը երդվեց քո հայրերին, Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, որ կտա նրանց։ Կարծում եմ, որ ինչպես այնտեղ ներկա եղող բոլոր հրյաները, Իսրայել ժողովուրդը, այնպես էլ մենք, եթե ընտրություն ունենայինք կյանքի եւ մահվան միջև, հաստատ կընտրենք կյանքն ու օրհնությունը։ Իսկ ընտրելով կյանքն ու օրհնությունը Մովսես հստակ ասում էր, որ ընտրում ենք Տեր Աստծուն, ընտրում ենք նրան սիրել, հնազանդվել, այսինքն հետևել նրա խոսքին եւ պատվիրաններին։ Այստեղ հստակ է դառնում, որ որոշումը վերացական արարողություն չի։ Այն պայմանավորված է ինչպես հավատքով, այնպես էլ մեր գործերով ու կյանքի ընթացքում ընտրություններով։ Այս որոշումը ամրապնդվում է Տիրոջ հետ ունեցած փոխհարաբերությամբ, ինչպես նաև մեր առօրյա կյանքի ընտրությունների տեսքով։ Նկատենք նաև, որ Մովսես ուղղորդում էր ընտրել կյանքը։ Այսինքն հարկավոր էր նաև հստակ լինել որոշման մեջ։ Ընտրելով կյանքը ընտրում ենք սիրել Տեր Աստծուն եւ հնազանդվել նրան, ինչը ինքնին արդեն պահանջում է հավատարմություն եւ հաստատություն։ Եվ միայն մեկ սերնդի տարբերությամբ ճիշտ որոշման, հավիտենական կյանքի որոշման նույն կոչը այս անգամ կրկին հիշեցվում է, բայց Հեսուի կողմից։ Լինելով հզոր առաջնորդ եւ զորավար, հաջորդելով Մովսեսին, Հեսուն եւս քայլեց Տիրոջ հետ։ Հեսու 24-րդ գլխում Հեսուն Սյուքեմում հավաքում է Իսրայելի բոլոր ցեղերին, ծերերին ու իշխաններին կանգնելու Տիրոջ առաջ։
Սա Հեսուի կյանքի վերջին ընթացքն էր, եւ նա Իսրայելի ժողովրդին հիշեցնում եւ զգուշացնում էր հեթանոսությունից հեռու մնալու մասին, զգուշացնում էր Տիրոջ գալիք դատաստանի մասին եւ զգուշացնում էր Տիրոջ գալիք բարկության մասին, եթե նրանք չքայլեն Տիրոջ լուսավոր ճանապարհներով։ Անդրադառնալով Հեսու 24:15-ին Հեսուն ասում է. «Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրեք այսօր, թե ում եք ծառայելու, Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածներին, թե ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու»։ Եվ սա Հեսուի վերջնական ու հաստատ որոշումն էր։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Հեսուն կանգնեց ամբողջ Իսրայել ժողովրդի առաջ եւ հայտարարեց. «Եթե դուք բոլորը պաշտեք, մեծարեք, գովերքեք այլ աստվածների, ինձ համար տարբերություն չկա։ Ես եւ իմ տունը ունենք հստակ որոշում ծառայել կենդանի Հորը, այն Աստծուն, որ մեզ գտավ, երբ մենք նրան չէինք փնտրում, այն Աստծուն, որ փրկագնեց ու որդեգրեց մեզ, երբ մենք կորած ենք խավարի մեջ»։ Ամեն։ Նույն կոչին հանդիպում ենք նաև բազմաթիվ սերունդներ հետո արդեն նոր կտակարանում Ղուկաս 16:13-ում, որտեղ Տեր Հիսուս ասում է. «Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կամ մեկին կատի, մյուսին կսիրի, կամ մեկին կպատվի, մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային»։ Որոշման կոչ, որ բոլոր սերունդները պետք է լսեն նորից ու նորից։ Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու Աստվածաշունչը երբեք չի հնանում եւ չի ծերանում։ Այս որոշումը հատուկ է բոլորիս համար եւ յուրաքանչյուրս պետք է որոշում կայացնի ինքն իր կյանքի համար մինչեւ վերջ։ Եվ պետք չէ սпасել, պետք չէ ականջի հետև գցել, պետք չէ վաղվան թողնել։ Ամեն օր պետք է որոշումով արթնանալ, որոշումով ապրել, որ ես եւ իմ տունը Տիրոջը պիտի ծառայենք։ Ամեն։ Այո, մենք պետք է որոշում կայացնենք, թե տարին ում հետ ենք անցնելու եւ ում ենք պաշտելու ու մեծարելու։ Ես նաեւ հավատում եմ, որ մեր որոշումը հավիտենական կյանքով, հույսի լույսով քայլելու որոշումը միայն մեկ օրվա չէ, այս ընտրությունը միայն մեկ կիրակի օրվա չէ, եւ այս ընտրությունը մեկ շաբաթվա կամ մեկ տարվա չէ, այս որոշումով պետք է լուսացնենք մեր ամեն առավոտը։ Այս որոշումով պետք է ապրենք մեր ամեն օրը, գործենք այս որոշումով եւ մեր ընտրությունները կատարենք այս որոշման համաձայն։ Մենք ամեն օր կարիք ունենք ճաշակելու նրա անսահման ու անմնացորդ սերը։ Մենք ամեն օր կարիք ունենք նորովի բաժնեկցելու նրա սուրբ ու անարատ ներկայությանը։ Մենք ամեն օր կարիք ունենք նրան նորովի ճանաչելու, որովհետև հավատացած եղեք։ Ինչքան ճանաչում ենք, այնքան հասկանում ենք, որ նրա բնությունը անվերջ է, նրա բնությունը անսահման սուրբ է, եւ մենք այդ սրբության կարիք ունենք։ Ամեն։ Մենք ամեն օր կարիք ունենք անդամակցելու այն հավիտենական խաղաղությանը, որ Տերը հաստատեց իր միակ որդու, Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մենք ամեն օր կարիք ունենք գովաբանելու ու մեծարելու նրա սուրբ անունը, ով պահեց ու փրկեց, օրհնեց ու ողորմեց, գթած, ով մեզ բոլորիս որդի կոչեց։ Իզուր չի, որ Հռոմեացիս 8:15-16-ում ասվում է, որ դուք ծառայության հոգին չեք ստացել, դուք որդեգրության հոգին եք ստացել, որով աղաղակում եք Աբբա Հայր։ Նույն ինքը հոգին ձեզ վկայում է, որ դուք Աստծո որդիներ եք, եւ կապ չունի երկրային ինչ դժվարությունների մեջով եք անցել, բայց դուք մասնակից եք լինելու երկնային հարսանիքին, երբ միավորվելու ենք մեր Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Ամեն։ Ամեն։ Արդ Տեր Հիսուս Քրիստոսին հետևելու հստակ որոշում ունենանք, հստակ որոշումով արթնանանք ու ապրենք, հստակ որոշումով գործենք, որովհետև մեր Տերն ու Փրկիչը, Տեր Հիսուս Քրիստոս հստակ ու հավատարիմ էր իր որոշման մեջ, մեռնելու յուրաքանչյուրիս մեղքերի գինը վճարելու համար, որպեսզի բոլորիս համար փրկության դուռը բացվի։ Ամեն։ Կանգնենք ոտքի, մատուցելու մեր զոհը, բայց հստակ որոշումով, գոհության որոշումով։ Եվ խոսքը ավարտեմ մի երգից մեջբերումով, հայտարարելու, որ Տեր, դու իմ բաժինն ես, դու իմ ուրախությունն ես, դու իմ Աստվածն ես, իմ սրբությունն ես, ես միշտ կարիքավոր, դու ես կարիքը իմ, դու գերագույնն ես, չկա ավելին։ Տերը օրհնի բոլորիդ։ Վստահ եմ դուք օրհնվեցիք Հայկի խոսքից, ամեն։
Հայկ եղբայրը շատ հրաշալի ձևով Աստծո խոսքը մեզ մատուցեց։ Գիտեք, Հայկը մի երիտասարդ է, որ այս երկիր իրան հատուկ հրավիրել է, որ գա իր համալսարանը սովորի։ Նյու Յորքի համալսարանում է սովորում եղբայրը, 2 շաբաթով է մեր մեջ եւ այսպիսի տաղանդին Աստված օգտագործում է։ Իմ աղոթքն է, որ 2 շաբաթը լրանալուց հետո Հայկը իր սրտի մեջ իր եղածը կարողանա այդ ընթացքում բաժնեկցել շատերի համար եւ ստեղից գնալուց առաջ գոնե մի քանի հոգի մկրտի վկայի եւ երկինք տեղափոխի։ Այս երիտասարդը իսկապես օրհնված երիտասարդ է։ Մենք հիմա տեսնում ենք փոքր սկիզբ, բայց նրա ապագան փառավոր եւ օրհնյալ է։ Հայկ ջան, շնորհակալություն քեզ։ Եկեք Տիրոջը փառք տանք Հայկի համար։ Շնորհակալ ենք այսպիսի տաղանդով երիտասարդին։ Ասում եմ մի օր թագավորը խնջույք կազմակերպեց, բոլորին հրավիրեց իր տուն եւ ասեց բոլորդ եկեք եւ ամեն մեկն էլ թագավորի տուն է գնում, մտածում է, «Էլ մի բան պիտի տանի», չէ՞։ Ամեն մեկը մի աման վերցնում է եւ դրա մեջ դնում է իր ընծան եւ գալիս է թագավորի տուն, պալատ, թագավորը մի մեծ խնջույք է արել եւ սրահի մեջ բոլորը գալիս են իրենց ամաններով եւ հետաքրքիր է, երբ որ խնջույքը վերջանում է, թագավորը մի բան է ասում է հիմա ինչ ամանով որ դուք ինձ համար նվեր եք բերել, այդ նույն ամանով մտեք իմ գանձարանը եւ ինչքան ձեր ամանի մեջ տեղ լինի, լցրեք ոսկիներ, հարստություն եւ տարեք։ Սիրելի քույրս եղբայրս, ինչ աման ես այսօր բերել, ինչ ես բերել Աստծուն, միգուցե դրա անունը դնենք քո ընծան, դնենք քո կարիքը, դնենք այսօր քո սրտի զոհը, միգուցե ուրիշ բան կարող ենք ասել այսօր դու քո անոթն ես բերել Տիրոջ առաջ։ Ինչքան կբացվես Աստված այդքան եւ ավելիով կլցնի քո կյանքը։ Ամեն, որովհետեւ մեր թագավորը երբեք պարտքի տակ մնացող թագավոր չի։ Նա միշտ օրհնյալ է, նա վերադարձնող է ավելիով, քան դու երբևէ կարող ես տալ։ Ամեն, փառք Տիրոջը։ Կարող ենք նստել սիրելիներս, եւ ես ուզում եմ, որ մեր ջերմ ծափահարությամբ այստեղ հրավիրենք մեր սիրելի եւ թանկագին Վահան եղբորը, ով պետք է մեզ Աստծո խոսքից բաժնեկցի։ Խնդրեմ, համեցիր Վահան եղբայր ջան, ժամանակը քոնն է։ Բարև ձեզ, ողջույն սիրելի եկեղեցի, սիրելի հարազատներ, փառք Աստծուն այսօրվա համար, փառք Աստծուն ձեզ համար, փառք Աստծուն իր տան համար։ Շնորհակալ ենք Տիրոջը, որ հերթական անգամ արտոնեց, որ իրար հանդիպենք, իր տան մեջ հանդիպենք եւ իրեն ծառայենք եւ իրեն պաշտենք ու փառավորենք։ Ամեն։ Փառք Աստծուն, ինձ համար պատիվ եւ օրհնություն է, որ ես պատիվ ունեմ ծառայելու իմ տղայի հետ, արդեն ժամանակ կար, որ մենք գնում էինք, իրանք մեր հետևից էին գալիս, հիմա իրանք մեզնից առաջ են գնում եւ իրենցից հետո գալուց արդեն դու պիտի լուրջ կարանաս այնց անես, որ քեզ լսող լինի իրանցից հետո։ Փառք Աստծուն, փառք Աստծուն։ Թող, այո, սա Աստծո օրհնությունն է, որ մեզնից հետո եկողները մեզնից զորավոր պիտի լինեն։ Եվ դա մեր աղոթքն է, մեր փափագը, եւ մեզ համար դա մեծ ձեռքբերում է, մեծ ձեռքբերում։ Փառք Աստծուն, իր մեծ շնորհքի համար։ Սիրելիներ, ուզում եմ անմիջապես պատգամին անցնել, չկորցնել ժամանակը եւ ժողովող գրքից մի հատված եմ ուզում կարդալ, որ գրված է 5-րդ գլուխ, առաջին 2 խոսքերում. Երբ Աստծո տուն ես գնում, ոտքդ զգուշությամբ տիր։ Ավելի շատ լսելու համար մոտեցիր, քան թե հիմարների պես զոհ մատուցելու, քանի որ նրանք չգիտեն, որ չար բան են անում։ Միշտ ապիր լեզվովդ եւ ոչ էլ Աստծո առջև սիրտդ թող հապճեպ խոսք խոսի, որովհետեւ Աստված երկնքում է, իսկ դու երկրի վրա, դրա համար էլ խոսքերդ թող սակավ լինեն։ Վտանգավոր հատված է։ Մեկ-մեկ ես հատվածներ կա կարդում ես, շփոթվում ես, բայց մտածելու բան կա, ուսումնասիրելու բան կա։ Ուզում եմ մի փոքր խոսենք այս հատվածի մասին, պատգամը, որ վերնագրել եմ, անվանել եմ անձից զգուշություն արա։ Ամեն։ Առակաց 4-րդ գլխի 23 խոսքը հանրահայտ մի խոսք, կարծում եմ շատերս անգիր գիտենք, ասում է ամեն զգուշությունից առավել զգուշություն արա քո սրտին, որովհետև
դրանից է կյանքի ելքը կամ դրանից է բխում կյանքը կամ այնինչ սրտում մտկա իրականում դա է քո կյանքը։ Կարևոր չի թե դու ինչ ես ցույց տալիս։ Իրականում այնինչ կա քո սրտում դա քո կյանքն է։ Ամեն։ Դրա համար սրտից զգուշություն արա, որովհետև երբ որ սրտումդ լավ բան լինի, կյանքում էլ լավը կլինի։ Մնացածը դերասանությունը։ Ամեն։ Փառք Աստծուն։ Բայց ուզում եմ վերադառնալ ժողովողին, ասում է, երբ Աստծո տուն ես գնում, ոտքդ զգուշությամբ դիր, ավելի շատ լսելու համար մոտեցիր, քան թե հիմարների պես զոհ մատուցելու, քանի որ չգիտեն, որ չար բան են անում։ Աստված ջան, մարդիկ եկել են Աստծո տունը զոհ են մատուցում։ Բայց սա Աստծո գնահատականն է։ Ես այնքան կվախենամ, որ հանկարծ Աստծո կողմից գնահատականը այն ինչ որ ես անում եմ համապատասխան լինի, սրա նման բան լինի, լավ չի լինի։ Բայց ուզում եմ խոսել, մի փոքր քննարկենք, մի փոքր նայենք ինչ որ բան, արդյոք այն ինչ որ այստեղ գրված է Աստծո տան մասին, Աստծո տաճարին էր վերաբերում եւ միայն նրանց էր վերաբերում, ովքեր Աստծո տաճարն են գրում, թե սա նաեւ մեզ է վերաբերվում։ Հիմա որն է Աստծո տունը, որն է Աստծո տաճարը, որ մենք գնում ենք, գիտեք, այստեղ միջակետ դնեմ, կշարունակեմ, ուզում եմ հիշել մի կարևոր բան։ Երբ Աստված Մովսեսի հետ խոսեց լեռան վրա, որտեղ մորենին այրվում էր ու չէր սպառվում։ Հիշում եք, մի արտահայտություն կա այդտեղ, այդ սարի վրա Տերն ինչ է ասում Մովսեսին, Մովսես ասում է, ոտքերիդ կոշիկները հանի, որովհետև այն տեղը, որ դու եկել ես սուրբ տեղ է։ Ինչի էր սուրբ այդ տեղը։ Ինչի այդ սարի վրա, այդ սարն էր սուրբ, ծառն էր սուրբ, այդտեղ ոչ մեկ չէր անցել այդտեղով։ Ես գոնե մի բան գիտեմ, Մովսեսի հոտը Այնքան էր գնացել եկել այդ տարածքով, ինքը այդտեղ հոտ էր արածեցնում։ Այդտեղ այդ կենդանիները ինչ ասես արել էին, մարդիկ տրորել էին, գազաններ կային, որն էր այդ սուրբ լինելու պայմանը, ինչ որ վայրի սուրբ լինելու պայմանը, սիրելիներ, Աստծո ներկայությունն է։ Սարը ինքնին սուրբ չէ, ոչ էլ վայրն է սուրբ, ոչ էլ հողն է սուրբ, ոչ մի բան ինքնին սուրբ չէ, ցանկացած վայր սուրբ է, երբ Աստված այնտեղ ներկա է։ Եթե Աստված այնտեղ ներկա չէ, անկախ նրանից այդ շենքի վրա քանի հատ խաչ կա, անկախ նրանից այդ շենքի վրա ինչ արձաններ կան, ինչ տեսք ունի, ինչ մեծ քարերով են սարքված, մի օր աշակերտներն էլ ասեցին Հիսուսին, Տեր, հələ տես, վարդապետ, ինչ մեծ քարեր են, ինչ շինվածք է ասեց քարի վրա չի մնալու, տեսեք ինչ է լինելու, քանի դեռ Աստված այնտեղ չէ, անկախ նրանից ինչ անուն է գրած դրա վրա, այն սուրբ լինել չի կարող, իսկ եթե Աստված սարի վրա է կամ ինչ որ ձորում է կամ ինչ որ բլրի վրա է, եթե Աստված այնտեղ է, այդ վայրը սուրբ է, ամեն, և Աստծո տունը, ամեն, օրհնյալ լինի Աստված, Սիրելիներ, մեզ համար Աստծո տունը սուրբ է այն պատճառով, որ Աստված ներկա է այնտեղ։ Եվ այս վայրը սուրբ է, սիրելիներ, ոչ թե նրա պատճառով, որ Սանլենդի ինչ հասցեում է։ Դրա համար չի սուրբ այս վայրը։ Այս վայրը շենքը մի քիչ եկեղեցաշենքի է նման, ախոտատան պես է սարքած, ինչ որ մի կոնկրետ ճարտարապետական կառույցի միգուցե նմանություն ունի, դրա համար չի, որ սուրբ է, որովհետև Տերը այստեղ ներկա է, որովհետև այստեղ Տիրոջը կանչողներ կան, որովհետև Տերը այստեղ փառավորվում է, որովհետև Տիրոջը այստեղ երկրպագում են, դրա համար է այս վայրը սուրբ։ Ամեն։ Դե ուրեմն եթե այս վայրը սուրբ է, կարող է կոշիկները հանենք։ Ինչ եք կարծում։ Չէ, կոշիկները թողեք այս պահին, բայց եթե կոշիկներ կա այստեղ սրտում հանելու, այս սրա մասին եմ ուզում խոսենք։ Ամեն։ Ամենակարևոր բանը, սիրելիներ, որ ես ու դու Աստծո տուն ենք գալիս եւ դրան անվանում ենք, որ մենք Աստծո տուն ենք գալիս, ինչ վերաբերմունք ունենք Աստծո եւ նրա տան հանդեպ։
Եթե ես հավատում եմ, որ ես գնում եմ Տիրոջ առաջ երևալու, եթե ես հավատում եմ, որ գնում եմ նրան ծառայելու, նրան երկրպագելու, նրան կանչելու, նրանից ակնկալիք ունեմ, նրան լսելու, նրան հանդիպելու, ապա ինչպես եմ ես գալիս այդ տունը։ Եթե ես հավատում եմ, որ նա այստեղ ներկա է լինելու, դրա համար եկել եմ երկրպագեմ, ուրեմն սուրբ է այս վայրը։ Եվ եթե սուրբ է այս վայրը իմ վերաբերմունքի մեջ արմատական, կատեգորիկ, կտրուկ փոփոխություններ են պետք։ Ես չեմ կարող իմիջայլոց գալ գնալ, ես չեմ կարող սովորական, հասարակ դարձնել այս այցելությունը։ Ես մարդու հանդիպելու եմ եկել բարեկամի ծանոթի են ինչի, թե ես եկել եմ Տիրոջը հանդիպելու, ես եկել եմ նրա առաջ երևալու, ես եկել եմ նրա առաջ ծառայելու, ես եկել եմ իրեն ծառայելու։ Ես եկել եմ իրեն երկրպագելու եւ ես հավատում եմ, որ նա այստեղ ներկա է, ու երբ որ նա այստեղ ներկա է, ուրեմն սուրբ է այս վայրը։ Ու մեր վերաբերմունքը պետքա սուրբ լինի։ Ամեն բանի նկատմամբ ինչ տեղի է ունենում այն վայրում, որտեղ Աստված ներկա է։ Ամեն։ Ուրեմն երբ Աստծո տուն ես գնում, տեսեք հիմա նորից կարդամ այս հատվածը։ Երբ Աստծո տուն ես գնում, ասում է, ոտքդ զգուշությամբ տիր։ Հենց այնց մի գնա, այնց քեզ լավ զգալով, նա հայերեն եմ թարգմանում այս հատվածը։ Քեզ ցույց տալով, դու գիտեք ես ով եմ, որ եկել եմ։ Չէ, հələ մի րոպե։ Դու որ գնում ես գլխի ընկել ես, դուր ես գնում։ Այդտենց չի, որ եկեղեցին գլխի ընկնի թե ով է գալիս է։ Դու գնալուց գլխի ընկնում ես, դու ուր ես գնում։ Դու որ գնում ես, ոտքդ զգուշությամբ տիր այնտեղ։ Շատ զգուշությամբ տիր։ Ավելի շատ լսելու համար մոտեցիր։ Խոնարհ եղիր։ Սովորելու գնա, որովհետև մենք սովորելու կարիք ունենք Աստծո տան մեջ։ Մենք նրան լսելու կարիք ունենք, նրանից առնելու կարիք ունենք, մենք փոխվելու կարիք ունենք։ Մենք նրան նմանվելու կարիք ունենք, որ գնաս, ավելի շատ լսելու համար գնա, քան թե հիմարների պես զոհ մատուցելու, քանի որ նրանք չգիտեն, որ չար բան են անում։ Քայլ առ քայլ գնամ առաջ, թույլ տվեք։ Ամեն։ Զգուշ եղիր, քննիր անձդ, քննիր շարժառիթներդ, քննիր դիտավորություններդ, հետևիր քայլերիդ։ Մոտեցիր ավելի լսելու համար, խոնարհ եղիր, քեզ ցույց մի տուր, քեզ առաջ մի գցի, քեզ մեջ մի գցի, ինչպես հայերեն կասենք։ Ուշադրություն մի գրավիր քեզ վրա, լսելու ականջունեցիր, մի մեծամտածիր, լսիր, սովորիր, միտք առ, հիմարների նման միշտ ապիր զոհ մատուցել, քանի որ չգիտեն, որ չար բան են անում։ Որն է խնդիրը, ինչու՞մն է խնդիրը, երբ այն ինչ, որ ինձ թվում է, որ ես անում եմ Աստծուն պաշտելու համար, Աստված կհամարի չարություն։ Տերը պահի մեզ այս փորձությունից։ Ամեն։ Դրա համար ուզում եմ Եսայա առաջի գլխից մի հատված կարդալ, Եսայա մարգարեություն, առաջի գլուխ, 10 խոսքից։ Լսեցիք Տիրոջ խոսքը, ով Սոդոմի իշխաններ, ականջ դրեք մեր Աստծո օրենքին, ով Գոմորի ժողովուրդ։ Իմ ինչին է պետք ձեր զոհերի առատությունը։ Ընտրյալ Իսրայելին, հիմա նայեք ինչ է ասում Աստված։ Ով Սոդոմի իշխաններ ու Գոմորի ժողովուրդ։ Այս իր ժողովրդի հետ է խոսում։ Իմ ինչին է պետք ձեր զոհերի առատությունը, ասում է Տերը։ Ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից եւ պարարտ կենթանիների ճարպից։ Ես զվարակների ու ոչխարների ու նոխազների արյունից հաճույք չեմ ստանում։ Երբ գալիս եք իմ առջև կանգնելու, ով է պահանջում ձեր ձեռքից սա, կոխոտել իմ սրահները։ Ասում էր ոտքդ զգուշությամբ դիր։ Դուք եկել եք եւ կոխոտում եք իմ սրահները։ Այլևս ունայն ընծաներ մի բերեք, ձեր խունկը ինձ համար պիղծ է, նորալուսիններն ու շաբաթները, ժողովների կանչելը ես չեմ կարողանում տանել, դա անօրենություն է, նույնիսկ ձեր հանդիսավոր տոները, ձեր ամսագլուխներից ու տոներից զզվել է հոգիս, դրանք բեռ են ինձ համար, հոգնել եմ կրելուց, ձեր ձեռքերը տարածելիս, այնքան լավ է, որ մենք մեր ձեռքերը տարածում ենք, պարզում ենք, երգում ենք, երկրպագում ենք, ամեն,
Ասում է ձեր ձեռքերը տարածելիս մեզ չի ասում, փառք Տիրոջը։ Բայց մենք մեր անձերը քննելու կսովորելու բան ունենք Աստծո խոսքից։ Ասում է ձեր ձեռքերը տարածելիս աչքերս ծածկելու եմ ձեզանից։ Երբ խիստ շատ աղոթք անեք, ես չեմ լսելու, ձեր ձեռքերը լիքն են արյունով։ Լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առջևից, դադարեք չարություն գործելուց, սովորեք բարություն անել, որոնեք իրավունքը փրկեք զրկվածներին, որփի դատը տեսեք, որբևայրու իրավունքը պաշտպանեք, եւ հիմա եկեք իրար հետ վիճաբանենք, ասում է Տերը։ Եթե նույնիսկ ձեր մեղքերը կրկնակի կարմրի պես լինեն, ձյան պես սպիտակ պիտի դարձնեմ, եթե որթան կարմրի պես լինեն, ասրի պես ճերմակ պիտի դարձնեն, եթե հոժար ու հնազանդ լինեք, երկրի բարիքը կուտեք, իսկ եթե մերժեք ու ապստամբեք, սուրը պիտի ուտի ձեզ, որովհետև Տիրոջ բերանը ասեց սա։ Հիմա որն է խնդիրը, սխալա զոհանելը, չէ, զոհանելը սխալ չի, այն զոհերը, այն ողջակեզները, այդ ամենը սխալա, չէ, սխալ չի, այդ հանդիսավոր տոները եւ այլնները, ձեռքերը տարածելը սխալա, սխալ չի։ Բայց Տերն ասում է, ես երեսս կծածկեմ ու այդ ամենից կզզվեմ, որովհետև ձեր ձեռքերը լիքն են արյունով։ Դրա համար, այսինքն մեղք կա քո կյանքի մեջ, անօրենություն կա ձեր կյանքերի մեջ։ Դրա համար, եթե դուք ձեր անձերին զգուշություն չեք արել, դուք ապաշխարությունով չեք եկել, եթե դուք խոնարհությունով չեք եկել, եթե դուք սուրբ երկյուղը չունեք Աստծո առաջ գալուց, ապա ձեր ձեռքերը կտարածեք, բայց ես աչքերս կփակեմ։ Որովհետև դուք Տիրոջ առաջ գալուց չքննեցիք ձեր անձերը։ Դրա համար ձեր զոհը կասի հիմարի պես զոհ եք մատուցում, որովհետև կարծում եք, թե ինչ որ բանով կարելի է կաշառել Աստծուն կամ խաբել Աստծուն, այնինչ Աստծուն դրանք պետք չեն, դրանք մեզ են պետք։ Բայց եթե ասում է, դադարեք չարություն գործելուց, լվացվեք ու մաքրվեք եւ հեռացնեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առջևից, ինչ կլինի։ Ասում է, եթե նույնիսկ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պես թունդ կարմիր լինեն, ձյունի պես ջերմակ կդարձնեմ։ Կարևոր չի դու ինչ ես արել։ Կարևորն է նա դու ապաշխարում ես թե չէ։ Աստծո համար խնդիր չկա ես ու դու ինչ ենք արել։ Աստված ընդհանրապես մեղքի հետ խնդիր չունի։ Ընդհանրապես մեղքի հիմնախնդիրը լուծելու պրոբլեմ Աստված չունի։ Ամեն։ Ամենակարևոր խնդիրն այն է ես ու դու կապաշխարենք թե չէ։ Ես ու դու չարությունը կհեռացնենք մեր սրտերից, մեր ձեռքերից, մեր գործերից, մեր քայլերից, ես ու դու կխոնարհվենք Աստծո առաջ թե չէ։ Դրա համար, երբ որ Տիրոջ տունը գանք, իմանանք ուր ենք գնում, ճիշտ վերաբերմունքով գանք, ապաշխարությունով գանք, մեր անձին զգուշություն անենք, մեր ոտքերին զգուշություն անենք, մեր սրտերին զգուշություն անենք, Տիրոջ առաջ գանք, Տիրոջ տունը գանք, որովհետև Տերը ներկա է այս տան մեջ։ Ամեն։ Տերը ներկա է եւ այս տունը սուրբ է, այս վայրը սուրբ է նրա ներկայության պատճառով։ Իմ պատճառով սուրբ չի, որևէ մեկիս պատճառով սուրբ չի, բայց նրա ներկայության պատճառով սուրբ է այս վայրը։ Օրհնյալ լինի Տերը։ Առաջի Թագավորաց 15:22-ում հիշում եք Սամվել մարգարեն Սավուղին ինչ էր ասում։ Սավուղն էլ մտածում էր, թե կարելի է Աստծո դեմ ապստամբել, Աստծուն անհնազանդ լինել, իր ուզածը անել, իրենը առաջ տանել, բայց հետո գալ զոհ մատուցելով հարցերը լուծել։ Սա մեծ խաբեություն է, սիրելիներ։ Եվ ինչ ասեց Սամվել մարգարեն Սավուղին, ասեց. Դու կարծում ես, թե միթե Տերը հաճույք է ստանում ողջակեզներից ու զոհերից, քան իր ձայնին հնազանդվելուց։ Ահա հնազանդությունը զոհից ավելի լավ է, եւ Տիրոջը լսելը խոյերի ճարպից։ Ամեն։ Տիրոջը մեր
Հնազանդությունն է պետք։ Տիրոջը մեր ապաշխարող սիրտն է պետք։ Տիրոջը մեր խոնարհությունն է պետք։ Աստված դրան է նայում։ Եվ ամենամեծ զոհը հենց այն մեր ապաշխարությունն ու խոնարհությունն է, մեր սիրտն է, որ մենք կարող ենք բերել Աստծո առաջ ու ասել, ահա ես, փոխի ինձ Տեր։ Փոխի ինձ, ես քո կարիքը ունեմ։ Ես ուզում եմ, որ ես փոխվեմ։ Ես ուզում եմ, որ երբ ես աղոթեմ, դու լսես։ Ինչու՞։ Որովհետև նրա ականջները արդարների աղոթքին են ուղղված։ Արդարացածների, նրա շնորհքով արդարացածների, այսինքն ապաշխարողների։ Մի օր փարիսեցին ու մաքսավորը գնացին Տիրոջ տունը աղոթք անելու։ Ես չգիտեմ, թե կուրծ քծեցող այն մաքսավորը ինչեր էր արել իր կյանքում։ Եվ ընդհանրապես կարևոր չէ ինձ համար, թե ինչ էր արել։ Մի բան կա կարևոր, որ Աստված նրա աղոթքը լսեց։ Որովհետև նա կուրծ քծեցում ասում էր Տեր, ների մեղավորիս, նա գիտեր ուր է եկել։ Նա գիտեր, որ այն վայրը, որ ինքն եկել է, սուրբ վայր է, որովհետև Աստված ներկա է այդտեղ։ Դրա համար նույնիսկ ասում է աչքերը չէր բարձրացնում, որովհետև ինքը վախ ուներ։ Ինքը գիտեր, որ Աստված ներկա է։ Աչքերն էլ չէր բարձրացնում, կուրծ քծեցում ասում էր Տեր, ողորմա մեղավորիս։ Իսկ այն փարիսեցին կանգնած, Տեր ինչ լավ է, որ ես նրա նման չեմ։ Գիտեք, Տերն էլ ասում էր ինչ լավ է, որ նա քո նման չի։ Այնի որ քո նմանը լի երկուսի դե պիտի մերժեմ, ինչ լավ է, որ նա քո նման չի, փառք Աստծուն, այս մարդը ապաշխարում է։ Օրհնյալ լինի, օրհնյալ լինեն ապաշխարողները, ամեն, օրհնյալ լինեն Տիրոջ երեսը փնտրողները, օրհնյալ լինեն Աստծո առաջ խոնարհվողները, օրհնյալ լինեն Տիրոջը կանչողները, ողորմություն խնդրողները, ամեն, հալելույա։ Չարամիտների զոհը գարշելի է Աստծուն, իսկ շիտակների աղոթքը հաճելի նրան, Առակաց 15:8, Առակաց 21:27, ամբարշտի զոհաբերությունը պիղծ է, հատկապես երբ այն չար մտադրությամբ է մատուցվում։ Ովսե 6:6, որովհետև ողորմություն եմ ուզում եւ ոչ թե զոհ, եւ ողջակեզներից ավելի Աստծո ճանաչում, ասում է Տերը։ Մատթեոս 5:24-ում Տերն ասում է, եթե զոհասեղանի վրա ընծատ մատուցելու լինես եւ այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ բան ունի, գնա եղբորդ հետ հաշտվիր, հետո արի ընծատ մատուցիր, որովհետեւ սիրելիներ, հոր համար եղբայրների հարաբերությունը ավելի թանկ է, քան այն ինչ որ դու պիտի անես։ Իսկական հայրը երբեք չի կարող հաշտվել այն իրականության հետ, երբ իր երկու որդիները իրար հետ խնդիր ունեն։ Ես քո ընծան չեմ կարող ընդունել, եթե քո եղբայրը քո դեմ բան ունի, թող ընծատ։ Թող ընծատ, գնա եղբորդ հետ հաշտվիր, սիրտդ շտկիր, սիրտդ մաքուր չի, սիրտդ ուղղիր։ Այլապես արածդ զոհը հիմարների պես զոհ կլինի։ Հիմա հասկանում ենք ինչ է նշանակում հիմարների պես զոհ մատուցողի կնմանվես։ Չէ, թող զոհդ։ Գնա եղբորդ հետ հաշտվի, հետո արի քո երկրպագությունն արա, որպեսզի հայրը ընդունի, որ ձեռքերը տարածես, աչքերը չփակի։ Ուրեմն երբ իր տուն գանք, իր սրահները գանք, իր առջև երևալու գանք, մեր անձերին զգուշություն անենք, քննենք, ապաշխարությունով գանք, Հիսուսի արյունով լվացված գանք։ Ամեն։ Բայց ուզում եմ վերադառնալ նորից ժողովողին, Ժողովող 5-րդ գլխին նորից, որտեղ ասում եմ մոտեցիր ավելի լսելու համար, սովորելու համար, անձդ խոնարհեցրու, քեզ մի ընդգծիր, ուշադրություն մի գրավիր, եսդ մի բարձրացրու, քեզ ցույց մի տուր։ Ավելի ասում է լսելու համար մոտեցիր, միշտ ապիր լեզվով, ոչ էլ Աստծո առաջ սիրտդ հապճեպ խոսք ասի։ Այդ միշտ ապի էլի։ Մեծ բաներ մի խոսա։ Միգուցե քննության առաջ կանգնես։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին պատվիրում է առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 12 նոր կտակարան եմ ուզում գնամ։
12 խոսքից, առաջի Տիմոթեոս 4:12 խոսքից, ասում է, թող ոչ ոք քո երիտասարդությունը չարհամարի, այլ օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հոգով, հավատով ու սրբությամբ, մինչև իմ գալը ուշադրություն դարձրու կարդալուն, հորդորելուն, սովորեցնելուն, անփույթ մի եղիր այն պարգևի նկատմամբ, որ քո մեջ է, որ մարգարեությամբ քեզ տրվեց, երեցների ձեռնադրությամբ, մտածիր այս ամեն բաների մասին, քեզ ամբողջովին դրանց նվիրիր, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին, զգուշ եղիր քո նկատմամբ և քո վարդապետության նկատմամբ և հարատևիր դրանում, որովհետև այդպես անելով քեզ էլ կապրեցնես, քեզ լսողներին էլ, ամեն, փառք Տիրոջը, ասում է, սովորելը, աճելը, զարգանալը, բարձրանալը, առաջադիմելը լավ բան է, արժ է, զարգացիր, որ օրինակ լինես, զարգացի, որ ծառայես, աճիր, հետևիր, կարդալուն, հորդորելուն, սովորելուն, սովորեցնելուն, հետևիր ես ամենին, պետք է հոգևորապես աճել, լավ է, իդեպ լավ է, դու դա պիտի անես, որ քո երիտասարդությունը չարհամարեն, որ քո օծությունը տեսնեն, շնորհքը տեսնեն, պարգևը տեսնեն, Աստծո կոչումը տեսնեն, Աստծո ընտրությունը տեսնեն, քեզ չարհամարեն, որ դու օրինակելի քրիստոնեական կյանք ունենաս, վարքով, հավատքով, սիրով, հեզությունով, ամեն բանով։ Լավ է, որ առաջադեմ լինես, թող առաջադիմությունդ բոլորին հայտնի լինի, տեսնեն, որ դու բարձրանում ես, աճում ես Աստծո մեջ, բայց որ առաջադեմ լինես, քեզ չփառավորես, ասում ես զգուշություն արա անձիդ նկատմամբ, որ առաջադեմ լինես, քեզ չզատես ժողովրդից, որ աճես վերևից չնայես ժողովրդին, զգուշություն արա քո անձին և քո վարդապետությանը, որովհետև դա անելով քեզ էլ կապրեցնես, քեզ լսողներին էլ կապրեցնես, ամեն, փաստորեն հնարավոր է այս ամենը ունենալ և կորչել, կործանվել, փաստորեն, որպեսզի քեզ էլ ապրեցնես, քեզ լսողներին էլ անձից զգուշություն արա, առաջադեմ եղի, բայց զգուշ եղի, մի մեծամտածի, ամեն, որ չհպարտանաս, որ չգոռոզամտանաս, որ քեզ չառանձնացնես, որ քեզ չզատես մնացածից, որ վերևից չնայես ոչ ոքի, այլ քո առաջադիմությունը նպաստի քո փրկվելուն էլ, մյուսների փրկվելուն էլ, որ բոլորի օգտին ծառայի, եկեղեցու շինությանը ծառայի, Աստծո արքայությանը ծառայի, օգուտ բերի, այլ ոչ թե քո անունին, քո փառքին, քո հանրահայտությանը։ Ամեն։ Առաջի Կորինթացիս 12-ում, երբ Սուրբ Հոգու պարգևներն է նշում, ասում է եւ հոգու հայտնությունը ամենքին տրված է բոլորի օգուտի համար։ Ամեն քո փառքի համար չի։ Եթե Տերը քեզ մի բան ա տվել, քեզ համար չի տվել, Աստծո եկեղեցու համար ա տվել։ Դրա համար ասում է, որ մեկտեղ հավաքվեք, ամեն մեկդ ինչ շնորհք ունեք, իրար փոխանցեք։ Որտեվ ամեն բարիտուրք կատարյալ պարգև վերից է իջնում, նրանից է տրված, դու քո հետ չես բերել, մեկ բան է հայտնի, որ մեր եկել ենք, մեր գնալու ենք, ոչ մի բան չկա, ինչ որ տրված է, նրանից է տրված է, որ իր եկեղեցուն ծառայեցնես, ամեն, որ քեզ չփառավորես, իրեն փառավորես, որ քեզ չծառայեցնես, եկեղեցուն ծառայեցնես, որ քեզ չբարձրացնես, այլ մյուսներին բարձրացնես, սրա համար է ամեն բան տրված։ Երրորդ Հովհաննես 9-րդ խոսքում, որտև երրորդ Հովհաննեսը մեկ գլուխ է ընդամենը, և այդ երրորդ Հովհաննես թղթի 9-րդ խոսքից 9-10 մի մարդու մասին է գրած, ուզում եմ կարդալ, ասում է եկեղեցուն գրեցի, Հովհաննես առաքյալն է ասում, եկեղեցուն գրեցի, բայց Դիոտրեփեսը, որը սիրում է եկեղեցու մեջ, նրանց մեջ առաջնության դիրք ունենալ, ինքը սիրում ասա, սարսափելի բան է, գիտեք, ուրիշ բան է, միամտաբար ինչ-որ բանի մեջ հայտնվել, ուրիշ բան է սիրել դա, սիրում ես, որ քեզ բարձրացնես, առանձնացնես, վերևից նայես, ուրեմն Դիոտրեփեսը խնդիր ունի, Դիոտրեփեսը սիրում է եղբայրների մեջ, մի գլուխ բարձր իրան ցույց տա, առանձնացնի, առաջնայնության դիրք ունենա, և մեզ չի ընդունում,
Հովանես Առաքյալն ասում է։ Այդ իսկ պատճառով երբ գամ պիտի հիշեցնեմ նրա կատարած գործերը, որ մեր դեմ շաղակրատելով չարախոսությամբ է զբաղվում եւ դեռ սրանով էլ չի բավարարվում, ինքը չի ընդունում եղբայրներին եւ նրանց, ովքեր ուզում են ընդունել, արգելում է ու հեռացնում եկեղեցուց։ Դիոտրեփեսը եղբայրության մեջ ուզում է մեծը լինել, ուզում է առանձնանալ, ուզում է ընդգծվել, ուզում է տարբերվել։ Գիտեք, այնքան ցավալի է, երբ որ ծառայության մեջ դու նկատում ես, որ ոմանք չեն համակերպվում, որ իրանք թիմի մեջ են, չեն համակերպվում, որ շարքի մեջ են, որտեղ իրանք սիրում են միայնակ երևալ ու փառավորվել, դրա համար իրանք առանձնանում են, իրանք չեն կարողանում մնալ թիմի մեջ։ Խնդիր կա այստեղ, նա վերևից է նայում եղբայրներին, նա ուզում է ընդգծվել, նա ուզում է փառավորվել, նա նսեմացնում է եղբայրներին, նա զրկում է եղբայրներին, արգելում ու հեռացնում է եկեղեցուց, նա ինքն իրեն է բարձրացնում եւ փառավորում եւ ոչ թե Աստծուն։ Եվ դրա համար Հովանես Առաքյալն ասում է, երբ գամ, նրան կհիշեցնեմ իր բոլոր գործերը, ում որտեղ պետք է իր տեղը կդնեմ։ Սիրելիներ, եկեղեցին անհատ գործիչների, աստղերի, միայնակ գայլերի, ինքնադրսևորման ու ինքնափառավորման մրցադաշտ չէ։ Եկեղեցին ընտանիք է, օրգանիզմ, մարմին, որտեղ յուրաքանչյուր անդամ իր գործառույթն է կատարում եւ Տիրոջից որոշված իր կոչումն է իրականացնում ներդաշնակության մեջ լինելով մյուս անդամների հետ։ Ամեն։ Որպեսզի ոչ միայն իրագործի իր կոչումը, այլ նաև նպաստի մյուս անդամների առողջ ու պտղաբեր կենսագործունեությանը։ Ասում է դու քեզ զգուշություն անելով, քեզ էլ կապրեցնես մյուսներին էլ։ Այսինքն երբ որ ես ինձ զգուշություն անեմ, դա քեզ օգուտ է։ Ես դրանով քեզ պիտի ծառայեմ, ոչ մենակ ինձ։ Ես ինձ պիտի զգուշություն անեմ։ Ես իմ խոսքին էլ պիտի զգուշություն անել, իմ կյանքին էլ, իմ պահվածքին էլ, իմ վարքին էլ, իմ աստվածպաշտությանը, ես ինձ զգուշություն պիտի անեմ մյուսների օգուտի համար։ Որովհետև երբ որ ինչ որ մեկը տեսնի, որ Վահանը ինչ որ եկեղեցում ուրիշ բան է խոսում, եկեղեցուց դուրս ուրիշ բան է անում, դա գայթակղություն է լինելու մարդկանց համար։ Դրա համար ես ինձ զգուշություն պիտի անեմ, որ ինձ էլ ապրեցնեմ, ինձ լսողներին էլ ապրեցնեմ։ Ամեն, ամեն։ Եվ այս եկեղեցի օրգանիզմի առողջ ու պտղաբեր կենսագործունեության մեծագույն թշնամին եսասիրությունն է, ինքնահավանությունը եւ փառասիրությունը։ Մի փոքր ուզում եմ էքսկուրս գնանք դեպի թագավորած գրքեր, հանդիպենք Սավուղին ու Դավթին։ Հա? Առաջի թագավորած մի բան, որ ինձ, չգիտեմ, ցնցել է, ապշել եմ ես։ Առաջի թագավորած 13-րդ գլխում է գրված 3-4 խոսքերը։ Եկեք մեկից կարդամ, հա։ Սավուղը մի տարի թագավորելուց հետո, երբ Իսրայելի վրա երկրորդ տարին էր թագավորում, Սավուղը Իսրայելից 3000 մարդ ընտրեց իր համար, որոնցից 2000-ը Սավուղի հետ մաքմասում էին ու Բեթել լեռան վրա, իսկ 1000-ը Հովնաթանի հետ Բենյամինի Գաբայում էին։ Մնացած ժողովրդին յուրաքանչյուրին իր վրան ուղարկեց։ Ուրեմն 3000-անոց զորքա, 2000-ի վրա հրամանատարն է հենց ինքը թագավոր Սավուղը, 1000-ի վրա իր ավագ որդի Հովնաթանը։ Եվ Հովնաթանը Գաբայում եղող փղշտացիների պահապան զորքերին հարվածեց։ Ով գնաց հարվածեց? Հովնաթանը։ Ու փղշտացիները լսեցին, այն ժամանակ Սավուղը հրամայեց ամբողջ երկրում փող հնչեցնել, ասելով. Եբրայեցիները թող լսեն։ Ուրեմն, երբ որ Հովնաթանը գնաց փղշտացիներին զարկեց, հարվածեց, հաղթեց նրանց, պարտության մատնեց ու այդ տարածքը գրավեց, որտեղ փղշտացիներն էին, երբ որ Սավուղին լուր հասավ, Սավուղը շեփոր հնչեցնել տվեց, ամբողջ Իսրայելը հավաքեց ու ասում է. թող Իսրայելը լսի։ Ու ամբողջ Իսրայելը լսեց,
որ Սավուղը հարվածել է փղշտացիների պահապան զորքերին եւ Իսրայելը փղշտացիների համար ատելի դարձավ ու ամբողջ ժողովուրդը գաղգաղայում Սավուղի մոտ հավաքվեցին։ Դուք ինչ որ բան նկատեցիք այստեղ։ Ասում է շեփոր հնչեցնել տվեց ու հայտարարեց, որ Սավուղը հարվածել է փղշտացիներին։ Այ մարդ տղետ է արել։ Այ մարդ ուրախացի, որ տղետ է արել։ Այ մարդ պարծեցի, որ տղետ է արել։ Հպարտացի, գիտե թողեն Մուրադի նման բարձր լինի, որ տղետ է արել։ Այ մարդ էս մարդը այնքան փառասեր է, որ տղու արածը վերագրում է իրան։ Շեփոր հնչեցնել տվեց, որ Սավուղը փղշտացիներին զարկել է ու գրավել է Գաբան։ Ուզում ես հասկանաս, այ մարդ դու թագավոր տղա, ի՞նչը տապակաս։ Թագը տապակաս, գահը տապակաս, իշխանությունը տապակաս, ամբողջ Իսրայելում քո խոսքով հելնում են, քո խոսքով նստում են, քո խոսքով դուրս են գալիս, քո խոսքով մտնում են, ամեն բան քոնն է, ի՞նչը տապակաս։ 15-րդ գլխի 12 խոսքում տեսեք ինչ է լինում։ Եվ երբ Սամուելը առավոտ վաղ վեր կացավ, որպեսզի դիմավորի Սավուղին, Սամուելին իմաց տվեցին, թե Սավուղը եկավ Կարմեղոս եւ իր համար այնտեղ կոթող կանգնեցրեց ու այնտեղից անցնելով իջավ Գաղգաղա։ Աստված իմ։ Սավուղը մինչ այդ ամաղեկացիների դեմ պատերազմի է դուրս եկել, Աստծո ողորմությամբ հաղթել է ամաղեկացիներին եւ գնացել է Կարմեղոս լեռը, իսկ դու Կարմեղոսը հիշում եք։ Կարմեղոսի պատմությունը Եղիային եւ Բահաղի 450 մարգարեներին, թե ինչպես նրանք իրենց ճանգռելով, քերելով, քերձելով, փորփրելով աղաղակում էին, որ իրենց աստվածները պատասխանեն, այնինչ Եղիան հենց կանչեց իր Տեր Աստծուն, Աստված կրակով պատասխանեց, ում Աստվածը կրակով պատասխանի նա ճշմարիտ Աստվածն է, բոլոր Բահաղի մարգարեներին ոչնչացրեց, զոհրն էլ լափեց, այրեց։ Կարմեղոսը Աստծո փառավորման վայր է, Կարմեղոսը Աստծո այցելության վայր է, Կարմեղոսը Աստծո փառքի իջեցման վայր է, Կարմեղոսը Աստծո անունի երկրպագության վայր է, ոչ թե մարդու։ Հիմա այս մարդը գնացել է Կարմեղոսում եւ Սամուելին իմաց տվեցին, ասեցին Սավուղը եկավ Կարմեղոս եւ այնտեղ իր համար արձան կանգնեցրեց։ Այ մարդ գոնե մերի կկանգնեցնեն, էլի։ Դրան էլ կարգու ձև կա, մեռնելուց հետո են արձանը սարքում։ Դու բարով խերով մերի, արձանիդ հարցը կլուծեն։ Ինչ է շտապում։ Իսկ կարող է դու ուզում ես գնալ քո արձանին երկրպագել, որովհետև դու փառասեր ես, որովհետև դու ուզում ես երևալ։ Նույն 15-րդ գլխի 30 խոսքում, երբ մինչ այդ Սամվելը ներկայացրեց Սավուղին, որ Աստված մերժել է քեզ եւ ես թողնում գնում եմ, հիմա ընկել է հետևից, ասում է 25 խոսքից կարդամ։ Ու հիմա աղաչում եմ, ների ինձ իմ հանցանքը ու ինձ հետ վերադարձիր, որպեսզի Տիրոջը երկրպագեմ։ Սավուղը խաբում է Սամվել մարգարեին, ասում է ինձ հետ արի, գնանք Տիրոջը երկրպագեմ։ Եվ Սամվելը ասաց Սավուղին, ես քեզ հետ չեմ վերադառնա, քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ մերժեց որպես Իսրայելի թագավոր։ Ու Սամվելը շրջվեց, որ հեռանա Սավուղի մոտից, բայց նա բռնեց նրա վերարկուի ծայրից ու այն պատռվեց։ Այն ժամանակ Սամվելը ասաց նրան. Տերը այսօր քո վրայից պատռեց Իսրայելի թագավորությունը ու այն տվեց քո դրացուն, ով քեզնից ավելի լավն է։ Իսրայելի ապավենը սուտ չի խոսում ու չի զղջում, քանի որ նա մարդ չէ, որ զղջա։ Եվ Սավուղն ասաց. ես մեղք եմ գործել, բայց հիմա խնդրում եմ ժողովրդիս ավակների ու Իսրայելի առջև պատվիր ինձ եւ ինձ հետ վերադարձիր, որպեսզի քո Տեր Աստծուն երկրպագեմ։ Դուք հասկանում եք ինչա տեղի ունենում։ Կարևոր չի, որ Աստված ինձ մերժել է։ Կարևոր չի, որ Տերը ինձ թողել է, կարևոր չի, որ Աստված արդեն թագավորությունն ուրիշին է տալիս, կարևոր չի, որ Աստված ինձնից երես է թեքել, էս պահին ինձ մի բան է պետք, հետս արի, որ իմ իշխաններն ու ավակները տենան, դու իմ հետ ես։ Այ մարդ ինձ էս է պետք,
Այս պահին պետքա, որ ես հլը իշխեմ, ես թագավոր լինեմ, իմ ենթականները ինձ ենթարկվեն, ինձ փառավորեն, այս պահին էսա պետք է, հետո ինչ կլինի, չգիտեմ։ Այս պահին ուզում եմ փառավորվեմ։ Սա ամենամեծ ողբերգություններից մեկն է, երբ մարդիկ ինչ որ մի պահի ուզում են իրենք փառավորվեն, իրենց համար կարևոր չի, թեկուզ իրենք Աստծո գործն են իբրև թե անում, բայց Աստծո գործը անելու մեջ ուզում են իրենց անձը փառավորեն։ Սա մեծ ողբերգություն է։ Դրա համար Տերը նրանց կասի, ձեր արածը հիմարների պես զոհանելու է նման։ Գոնե նա սրտեր քննողն է։ Սավուղի համար կարևոր է իր պատիվը, իր անունը, իր անձը, իր եսը, իր փառքը ժողովրդի մեջ։ Իր համար կարևոր չէ, թե Աստված ինչ կարծիք ունի իր մասին, իր համար կարևոր է, թե ժողովուրդը ինչ կարծիք ունի իր մասին։ Սա մեծագույն ողբերգություն է։ 18-րդ գլխում մենք տեսնում ենք, որ Սավուղը զայրացավ ու դառնացավ, քանի որ ժողովուրդը Դավթին ավելի գովերքեց, քան իրեն։ Հիշում եք, Գողիաթին սպանելուց հետո ասում էին Սավուղը հազարավորներին հարվածեց, Դավիթը բյուրավորներին հարվածեց։ Այմարդ, բայց դե փաստա, որ գոնե 40 օր դու եւ քո զորքը դող դղալեն ծնկները իրար խփելով, ամեն Գողիաթի հելնելուց, սիրտները չոքերներդ ընկած, մտածում եք, թե ինչ ա լինելու։ Փաստը հո փաստա։ Ու փաստա, որ ամբողջ զորքի առաջ, ամբողջ Իսրայելի առաջ մի պատանի եկավ, հարցը լուծեց գնաց։ Կարճ կոնկրետ։ Փաստ չի, փաստ է էլի։ Հիմա խի ես հել է քեզ ուտում աղբեր։ Փաստը փաստ է, այն 40 օր խայտարակ չէր ելնում, գետինը չէր մտնում, որ ամբողջ Իսրայելում իրականում մենակ դու զենք ու զրահուն էիր։ Այս երեխեն եկավ, հարցը լուծեց գնաց, հիմա ինչ ես ուզում։ Ինչ ես հելել ճշմարտության դեմ ապստամբում։ Էլ գոհեղի, որ գոնե հազարավորների մասին քո անունի հետ խոսում են, էլի։ Սավուղը փառասիրությունից ու նախանձից այնքան էր կուրացել, որ ոչ միայն Դավթին էր ուզում սպանել, այլ նաև նիզակ նետեց իր որդու Հովնաթանի վրա, նրան սպանելու համար, եւ նաև սպանել տվեց Նոբում տիրոջը ծառայող 85 քահանաների։ Սրան հակառակ Դավիթը իր անձը խոնարհեցնել գիտեր։ Երբ Գողիաթին սպանելուց հետո դուք պատկերացնում եք, մենք ինչ որ ձև մեր կյանքում հնարավորություն լիներ, մենք Գողիաթին սպանեինք։ Դրանից հետո մեր քայլելը դուք պատկերացնում եք, դուք գիտեք ես ով եմ։ Դուք պատկերացնում եք մեզ ինչ մեքենաներով էին տանելու բերեին արդեն, ինչ երգեր էին ձոնելու, ինչ, այս խեղճը Գողիաթին սպանելուց հետո այդ Երուսաղեմի ու ողջ Իսրայելի աղջիկների երգի, գովերքության, գիշերվա երազների եւ այլնի ասպետը դառած այս Դավիթը խելոք գնացելա, գիտեք ինչ է անում։ Գնացելա քնարա նվագում, որ դիվահարի վրից դևը գնա։ Սավուղի վրայից չար ոգին հեռանա։ Այս քնար նվագող տղա եմ աղբեր։ Հələ մի հատ ուշադիր նայեք, ես քնար նվագող տղա եմ։ Չէ, խելոք հնացելա, քնարա նվագում, շարունակում է։ Սավուղն ասում է, աղջկաս մեղքողին քեզ կտամ, ասում է, ես ով եմ ասում է, որ թագավորի պես դառնամ։ Ես ապշում եմ այս տղու խոնարհության վրա։ Այմարդ մի քիչ հպարտ եղի էլի։ Հեչ հայ չի։ Մի քիչ։ Ալա մի քիչ։ Չէ։ Ասում ով եմ ես։ Ես ոնց կարամ թագավորի պես դառնամ։ Ես քո ծառա Հեսեի որդին եմ։ Հետո երբ որ այդ
Սավուղը Աստծուց մերժված կընկնի հետևից, ինքն էլ հո գիտի, որ արդեն Սամվելն եկել է, իրան յուղովոծել է, լավ, Գողիաթին սպանել ես, լավ ես արել, հերիք չի սպանել ես, հերիք չի սաղ քո մասին են երգում, մի հատ էլ Աստծո մարգարեն եկել է յուղը լցրել է գլխիդ եւ օծել է քեզ թագավոր։ Բա հələ մի հատ զորքդ վերցրու այն պարատնի մուտքով մտի պալատ։ Հələ մի հատ, չէ, այս տղեն հելել փախել է։ Ու երբ որ Սավուղն ընկել է հետևից, ամեն ձորից, ամեն քարափից, ամեն քարանձավից կկանչի կասի, ով Աստծո օծյալ։ Դու մի մեռած շան հետևից ես ընկել, դու մի լույի հետևից ես ընկել, ես ով եմ, որ դու իմ հետևից ընկել ես։ Ապշելու մարդ է, ես չեմ հասկանում Դավթին։ Իհարկե ուզում եմ հասկանալ, հասկանում եք ինչ եմ ասում։ Ուզում եմ հասկանալ այդ խոնարհությունը, ուզում եմ հասկանալ այդ համբերությունը, ուզում եմ սովորել, ուզում եմ ճանաչել ու հասկանում եմ, որ մենակ նա կարող է ինձ այդ խոնարհությունը սովորացնել, որտեղ Տեր Հիսուսն ասում էր, ինձնից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար, ինձնից սովորեք։ Մենակ ինքը կարա մեզ այդ սովորեցնի։ Որ այդ մեծ հերոսությունն անելուց հետո կարողանանք մեզ խոնար պահել, մեզ չներկայացնել, մեզ չցուցադրել, մեզ չբարձրացնել, ուրեմն որ Տիրոջ տունը գաս, ուրեմն ոտքդ զգուշությամբ դիր, հասկանում ենք, չէ, թե չէ ժողովողը կարդում ես, մեկ-մեկ շփոթվում ես, ասում ես, ես ինչա գրած, հետո հասկանում ես, չէ, ինչ-որ բան ընկնում է տեղը, հայց սրա համար, որ Տիրոջ տունը գամ, Տիրոջ առաջ գամ, ոտքս զգուշությամբ դնեմ իրա սրահներում, ավելի լսելու համար գամ, խոնար գամ, չշտապեմ ինչ-որ բան ասել, ինչ-որ բան խոսալ Տիրոջ առաջ։ Առակաց 3:7 կասի, դու քո աչքին իմաստուն մի եղիր, վախեցիր Աստծուց եւ հետ քաշվիր չարությունից։ Հռոմեացիս 12:3-ում ասում է, ինձ տրված Աստծո շնորհքով ասում եմ ձեզնից ամեն մեկին, որ դուք ձեր մասին ավելի բարձր կարծիք, ավելի մեծ համարում չունենաք, քան պետք է, այլ զգաստությամբ ու սթափությամբ մտածեք այն հավատքի չափով, որ Աստված բաժանեց յուրաքանչյուրին։ Առաջի Կորինթացիս 15-րդ գլխում Պողոս առաքյալը կասի, Աստված, որ հայտնվեց նրանց, վերջում, որպես թե մի վիժվածի, ասում է, ինձ էլ երևաց։ Որովհետև ես առաքյալներից հետինն եմ, որ արժանի էլ չեմ առաքյալ կոչվելու, որովհետև Աստծո եկեղեցին հալածեցի, բայց ինչ որ եմ, Աստծո շնորհքով եմ, թեկուզ որ ես այն վերը նշվածություններ համարվող բոլորից ավելի շատ աշխատեցի։ Ես ամենքից ավելի շատ աշխատեցի, բայց ոչ թե ես, այլ Աստծո շնորհքը, որ իմ մեջ էր։ Ուրեմն առաջի Պետրոս 5-րդ գլխի 5-6 խոսքը կասի, ուրեմն իրար հնազանդ եղեք, խոնարհություն հագեք, որովհետև Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։ Ուրեմն խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ձեզ ժամանակին բարձրացնի։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Ելից 20-րդ գլուխ։ Ինձ համար հողե զոհասեղան շինիր, եւ դրա վրա մատուցիր քո ողջակեզները ու քո խաղաղության զոհերը, քո ոչխարները ու քո արջառները, եւ ամեն տեղ, որտեղ որ գտնեմ իմ անունը հիշատակվելիս, քեզ մոտ կգամ եւ քեզ կօրհնեմ։ Իսկ եթե ինձ համար քարե զոհասեղան շինելու լինես, հղկված տաշված քարից չշինես, որովհետև եթե դրա վրա երկաթե գործիքդ բարձրացնես, պղծած կլինես այն։ Եվ աստիճաններ չդնես ու աստիճաններով չբարձրանաս իմ զոհասեղանի վրա, որ քո մերկությունը դրա վրա չերևա։ Խորհում է այս հատվածի շուրջ, ուզում եի հասկանալ ինչ կարելի է այստեղ սովորել։ Ասում է զոհասեղանը շինելուց ինձ համար շինիր։ Ինձ համար շինիր, հողից շինիր։
Ինչու տաշած քարից չշինես, որ չտարբերվես ուրիշներից։ Թող քո զոհասեղանը չտարբերվի ուրիշների զոհասեղանից, որովհետև եթե տարբերվի, այն արդեն իմ համար չի լինի, քեզ համար կլինի։ Հողից շինես։ Ինչի հողից շինես, որովհետև հողի արարիչն Աստված է։ Հողից շինես, իմ տվածով շինես։ Այն ինչ ես արարել եմ, դրանով շինես, բնական շինես։ Հողից շինես, զոհերդ, ողջակեզներդ, արջառներդ, ոչխարներդ, այդ զոհասեղանի վրա ինձ համար շինես։ Ինձ համար զոհես, ինձ համար մատուցես, որտեղ իմ անունը հիշատակես, կանչես, բարձրացնես, երկրպագես, ես քեզ կայցելեմ եւ կօրհնեմ, բայց եթե քո անունը հիշատակես, մենք զոհասեղանի առաջ չենք, ո՞րն է մեր զոհասեղանը։ Մեր զոհասեղանը այն երկրպագությունն է, որ մենք բարձրացնում ենք իրեն։ Մեր զոհասեղանը այն գոհությունն է, այն երախտագիտությունը, որ կա մեր սրտերի մեջ։ Ուզում եմ ոտքի կանգնենք։ Մեր զոհասեղանը մեր սիրտն է։ Մեր զոհասեղանը մեր աղոթքն է։ Մեր զոհասեղանը մեր սրտում կուտակված այն փառքն է, որ մենք պիտի բարձրացնենք իրեն։ Ու երբ զոհասեղանը շինելու լինես, իր տան մեջ լինես, հողից շինես։ Ու այդ զոհասեղանի վրա ընծատ մատուցելուց, երկրպագությունդ բարձրացնելուց, երգդ բարձրացնելուց իմ անունը հիշատակես, որովհետև եթե իմ անունը հիշատակես, եթե դու ինձ ներկայացնես, եթե դու ինձ բարձրացնես, ես քեզ կայցելեմ։ Մեկ պայման կա, որ Աստված կայցելի, եթե մենք իր անունը հիշատակենք, եթե մենք իրեն կանչենք, եթե փառք իրեն բարձրացնենք, եթե գոհություն իրեն ուղղենք, եթե աղոթք, եթե աղաղակ դեպի իրեն բարձրացնենք, որովհետև միայն նա է արժանի առնելու ամեն փառքը եւ պատիվը, որովհետև իր տան մեջ կա մեկը, որ արժանի է փառավորվելու, նա ինքն է։ Եթե զոհասեղանի վրա ինչ-որ բան կա մատուցելու, պիտի նրան մատուցվի, նրա անունով մատուցվի, նրա համար մատուցվի, նրա անունը փառավորվի, նրա մեծությունը երևա։ Այստեղ ոչ ոք պիտի չերևա։ Այդ զոհասեղանի վրա մարդը պիտի չերևա։ Այդ զոհասեղանի վրա զոհը իր անունով պիտի բարձրանա։ Այդ զոհասեղանի վրա պիտի երկաթե գործիք չկպնի։ Մարդկային գործիք։ Մարդկային գործիք պետք չէ։ Մարդկային մեթոդներ պետք չեն։ Մարդկային ձևեր պետք չեն։ Մարդկային մանիպուլյացիաներ պետք չեն։ Մարդկային տարբերակներ, մեթոդներ պետք չեն։ Եթե մեկին կպնի, նա պիտի կպնի։ Եթե մեկին որևէ մեկը պիտի հպվի, նա պիտի հպվի։ Նա պիտի հպվի ու բժշկություն բերի, մարդը չի կարող բերել դա։ Եթե որևէ մեկը մխիթարության կարիք ունի, նա պիտի այցելի մխիթարի։ Եթե մեկը նորոգության կարիք ունի, նա պիտի այցելի նորոգություն բերի։ Նա պիտի գա։ Դրա համար որևէ երկաթե գործիք, մարդկային ձեռք, որևէ բան չպղծի նրա զոհասեղանը։ Ասում է, եթե երկաթե գործիքով կպնես, պղծած կլինես իմ զոհասեղանը ու աստիճան չդնես ու չբարձրանաս։ Աստիճան չդնես, եսը չբարձրացնես։ Որովհետև երբ դու բարձրանաս, մերկությունդ կերևա, հոգևոր դատարկությունդ կերևա, սնանկությունդ կերևա, խեղճությունդ կերևա, աղքատությունդ կերևա, խայտարակ կլինես, աստիճան չդնես, քեզ չբարձրացնես։ Նորից ուզում եմ հիշատակել այն երկուսին, որ
եկել էին Աստծո տաճարը, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր։ Փարիսեցին բերել էր իր աստիճանը, բացել էր սիրուն, դրել էր տաճարում, բարձրացել էր դրա վրա, վերևից նայում էր են մաքսավորին, ասում էր Տեր, դու գիտես, թե ես ինչեր եմ անում։ Մարդը տաճարում չի ասում Տեր, օրհնյալ լինի անունդ, ինչեր ես դու արել իմ կյանքում։ Ասում է դու գիտես ես ինչեր եմ անում, դու գիտես որ ես սրա նման չեմ, դու գիտես որ ես շաբաթը այսքան ծոմ եմ պահում, դու գիտես որ ես այսքան տասանորդ եմ տալիս, դու գիտես որ ես այս եմ անում։ Երբ որ գաս Տիրոջ տուն, աստիճան չդնես ու չբարձրանաս նրա զոհասեղանի վրա, որովհետև մերկությունդ կերևա։ Երբ գաս Տիրոջ տուն, զգուշություն արա ոտքերիդ, ավելի լսելու մոտեցիր, խոնարհաբար մոտեցիր, ապաշխարությունով մոտեցիր, որովհետև այն սուրբ վայր է, որովհետև Աստված է այնտեղ փառավորվում, որովհետև այս զոհասեղանը նրա համար է կառուցված, այս զոհասեղանի վրա նրան պիտի փառաբանություն բարձրանա, այս զոհասեղանի վրա բոլոր զոհերը որպես անուշահոտ պատարագ նրա համար պիտի այրվեն, այս զոհասեղանի վրա նրա անունը պիտի հիշատակվի ու ամեն անգամ երբ նրա անունը կհիշատակվի նա կայցելի իր ներկայությունով, նա կայցելի իր զորությունով, նա կայցելի իր օրհնությունով, նա կայցելի յուրաքանչյուրիս ու կբերի այն բժշկությունը եւ կբերի այն օրհնությունը, որի կարիքը ես ու դու ունենք։ Ուրեմն Տիրոջ տուն գալուց իմանանք, որ մենք սուրբ տեղ ենք գալիս։ Տիրոջ երկյուղով գանք, ապաշխարությունով գանք։ Եկեք գնահատենք Աստծո տունը, եկեք գնահատենք Աստծո ներկայությունը, եկեք գնահատենք նրա փառքը, եկեք գնահատենք այն զոհասեղանը, որ Տերը արտոնել է, որ մեր մեջ լինի։ Ամեն, եկեք աղոթենք։ Օրհնյալ Աստված, մենք պատվում ենք քո ներկայությունը այս վայրի մեջ, ամենակալ Աստված, մենք ամեն փառքը տալիս ենք քեզ, մենք փառքը բարձրացնում ենք քեզ, որովհետև ողջ երկնքում ու երկրի վրա միայն դու ես արժանի առնելու ամեն փառք, պատիվ ու մեծություն։ Մենք քո անունն ենք կանչում քո տան մեջ եւ խնդրում ենք, որ դու այցելես մեզ, որ դու հպվես յուրաքանչյուրիս։ Դու գիտես ամեն մեկիս կարիքը, դու գիտես մեր բոլոր պարտությունները եւ հաղթանակները, դու գիտես մեր ձախողումները եւ հաջողությունները, դու գիտես մեր ուժեղ ու թույլ կողմերը, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, թե որքան մենք քո կարիքը ունենք, այցելիր մեզ եւ թող անունդ մեր կյանքերում փառավորվի եւ արտոնիր մեզ ծառայել քեզ, արտոնիր մեզ քո շնորհքի համեմատ բարձրացնել քեզ, ներկայացնել քեզ, ողջ փառքը տալ քեզ։ Տեր իմ Աստված, քո տան մեջ ուզում ենք, որ այս երկրպագությունը, որին մենք հիմա կմիանանք, անուշահոտ պատարագ լինի քեզ ուղված, որ քո տան մեջ միայն դու երևաս, որ քո տան մեջ միայն դու փառավորվես, որ քո տան մեջ միշտ քո անունը հիշատակվի, որ քո տան մեջ ամեն փառքերը ուղղվի քեզ, որ քո տան մեջ ամեն լեզու դավանի, որ դու ես Տեր, որ քո տան մեջ բոլորի հայացքը ուղղված լինի դեպի քեզ, ակնկալիքն ու սպասումները քեզանից, որ քո սուրբ երկյուղը յուրաքանչյուրիս զորացնի ու հաստատի քո ճանապարհներում։ Թող քեզ լինի ամեն փառքը, մենք հիմա օրհնում ենք քեզ
ու երկրպագում ենք քեզ Հիսուսի անունով։ Դուն որ գիտես ով թե անձիս փոքրության աստիճանը Եվ դու չես վարանի ով թե խոնարհությամբ այս տալու մարդկությանը Այցել է սիրտս ով թե հրար ես այն սուր սիրուտ կրակով Այցել է սիրտս ով թե Սպասեք ես կարոտով Միասին նորից ասենք այցելիր սիրտս ով Տեր Սիրտս ով թե Հալելույա հրար ես այն սուր սիրուտ կրակով Այցել է սիրտս ով թե Ձի սիրտս կսպասեք ես կարոտով Մեկ բան, որ ունենք քո ոտքերի առաջ դնելու, դա մեր սիրտն է Որքան թանկ արժի մեր հոգին, որքան թանկ արժի մեր սիրտը, որ երկնքի արարիչը և մեր ոխերիմ թշնամին ուզում են ունենալ այն։ Ում ես տալիս քեզ, ում ենք հանձնում մեր սիրտը, ում ենք տալիս մեր կյանքը, ում ենք վստահում մեր ապագան։ Սիրելիս ես հիացած եմ և օրհնված եմ այն Հիսուսով, որին ճանաչում եմ։ Վստահ եմ դու էլ ինձ հետ համաձայն ես, որ այդ Հիսուսը այն իրականությունն է, այն ճշմարտությունը, որին արժե կյանք վստահել։ Մի մարդ ասում էր, եթե Հիսուսը համաձայնվեց մահանալ ինձ համար, ուրեմն արժե, որ ես համաձայնվեմ ապրել նրա համար։ Մենք կբարձրանանք և շատ առիթներ կունենանք, բայց թույլ տանք, որ նա մեզ բարձրացնի, թույլ տանք, որ նա մեզ առաջնորդի, դիրք, փառք, պաշտոն, չգիտեմ, ուշադրություն, չգիտեմ ինչ ուզում անունը դնես, թույլ տուր Աստված քեզ բարձրացնի։ Մի մեծ կոնֆերանսի ժամանակ էր տարիներ առաջ, Վահան եղբայրս էլ ներկա էր այդտեղ, մենք Նայիրի հանգստյան տանն էինք, Եվ հովվական կոնֆերանս էր, 300-ից ավել հովիվներ կային այդտեղ։ Եվ այդտեղ կային մարդիկ, ովքեր վարում էին կոնֆերանսը, եւ մեծ պատվելի մարդիկ, հրաշալի Աստծո ծառաներ, որոնք որ տարիների փորձ ունեին, տարիների ծառայության, կարելի ասել հեղինակություն ունեին, անցած ճանապարհ ունեին, ասելու շատ բան ունեին։ Եվ ես շատ էի ուզում, շատ էի ուզում, որ նրանք ինձ համար աղոթեին։ Ես գնա իրանց մոտ Ես երիտասարդ էի, չեմ կարող ասել ենքան հպարտ էի, որ ասում է իրանք ոչ մի բան են, ոչ, այդպես չէր, բայց ես ուզում էի գնա իրանց մոտ և իրանց ասեի, որ գիտես, աղոթեք իմ համար, որ ես բարձրանամ, ոչ մեկ ինձ համար չաղոթեց, ոչ մեկ, ոչ մի ավակ հովիվ ինձ համար չաղոթեց, մի աննշան եղբայր մոտեցավ, ասեց, ուզում ես քեզ համար աղոթեմ, այդտեղ զգացի ես ինչքան հպարտ եմ, այդտեղ զգացի, մեծերի մոտ հպարտ չկարողացա երևամ, ինձանից փոքրերի մոտ հպարտ զգացի, գիտեք ինչ արի, ասի, աղոթի եղբայր ջան, բայց ներսս կոտրվել ասեմ, իրանից ինչ աղոթեինք իմ համար, մեծերը պետք է աղոթեին, բայց հանկարծ այս եղբայրը սկսեց աղոթել իմ համար, Երևի թե կյանքիս ամենաբաց սրտով աղոթքն եղել, որ ընդունել եմ, ինչա ինքը աղոթել իմ համար։ Ինքը աղոթում էր հենց ճիշտ սրա համար, որ Տեր, դու բարձրացրու եղբորս, սարերից չգա իր օգնությունը, քեզնից գա իր օգնությունը։ Եվ երբ որ վերջացավ կոնֆերանսի այդ մասը, Ես գրկեցի իրան, ասի գիտես, ես իսկապես սարերին էի նայում, օգնությունը միշտ սպասում ես ճոխ տեղեր, վերևից, չգիտես ով ինչ, երբեմն ամենափոքր բաների մեջ Աստված հայտնաբերում է մեր հպարտությունները, բայց ուզում է դեղ դնի, որպեսզի ես ու դու ապաշխարենք և փրկվենք, ամեն,
Որտեվ Աստծո խոսքն ասում է Աստված հակառակվում է հպարտներին, բայց շնորհք է տալիս խոնարհներին։ Ուրեմն եկեք խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ եւ նա, ասենք եւ նա, բարձր ասա եւ նա, հենց ինքը, հենց նա կբարձրացնի ժամանակին։ Նա գիտի որ ժամանակից բարձրացնի, քեզ բարձրացնի, որ մենք ընդեղից ցած չընկնենք։ Թող նա բարձրացնի, թող նրա ձեռքը օրհնի մեզ։ Ամեն։ Ուրեմն սիրելիներ, ճիշտ ժամանակն է այս պատգամը ընդունելու եւ ես սրտան շնորհակալ եմ Սուրբ Հոգուն եւ շնորհակալ եմ սիրելի եղբորս Վահանին, որ այս պատգամը հասցրեց մեզ Տիրոջ հոգիով։ Ուրեմն զգուշություն արա քո անձին։ Զգուշություն մի արա ուրիշի անձին, որովհետև ուրիշի սխալներից դու շատ բանի մեջ պրոբլեմ չես ունենա, բայց քո սխալների առաջին գտալ ճաշը հենց դու ես ուտելու։ Դրա համար եկեք զգուշ լինենք, թույլ տանք, որ նա անի ինչ որ անելու է, իսկ ինչ որ նա անի, կանի կատարյալ, օրհնյալ, հրաշալի եւ հաջողված, որին եւ լինի փառքը, պատիվ եւ մեծարանք մեր Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Այս աղքատ ծափահարությունները թող մնա երկրի վրա, հզոր, օրհնյալ փառաբանության ծափահարությունները նրան, ով արժանի է հավիտյանս հավիտենից։ Ալելույա։ Ամեն եւ էլի ամեն։ Փառք Տիրոջը։ Ձեռքերիդ մեջ է ամբողջը